կան պարզ ճշմարտություններ, աքսիոմատիկ, որոնք պարզապես պետք է ձայնել, եւ դա ճշմարտություն է, եւ այսօր խարխափող ազգը մեր, հայոց ազգը, անգամ չի կարողանում ձևակերպել, թե ինչ է հայրենասիրությունը, կարծում են, թե դա ֆանատիկ կոչերի բարձրաձայնելն է, ոչ, հայրենասիրությունը դա քրիստոնեական բարոյականության կոնցեպտ է, սկզբունք է, ուրիշ ոչ մեկ է։ Հնում կայսրությունները կային, բայց այդ կայսրությունները բաժանված են տերերի եւ ստրուկների եւ տերերն էին, որ պահում էին ամեն ինչը։ Քրիստոնեության պարագայում այդպես չէ։ Քրիստոնեություն նշանակում է նվիրաբերում։ Ահա ես դարձի եկա, մկրտվեցի եւ նվիրաբերեցի իմ հոգին, իմ մարմինը, իմ միտքը, իմ կյանքը, իմ ամեն ինչը Տեր Հիսուս Քրիստոսին, որովհետեւ նա է ճշմարիտ Աստված։ Հին ուխտի Աստվածն է, որ մարդացավ ժամանակի հետ, եւ մենք տեսանք նրան եւ շոշափեցինք նրան։ Եվ ահա, նա կենդանի է, չմահացավ։ Սա նոր էտապ է մարդկության պատմության մեջ։ Եվ այ ես ինձ նվիրաբերեցի Քրիստոսին, ուրիշ ոչ մեկին։ Հեթանոց ժամանակ այդպես չէր։ Այդ խաբեությունների շրջապատույտ էր, ջարապատույտ, որի մեջ դու խեղդվում ես ի վերջո, բայց ճշմարիտ կյանքը, սրբության, բոլոր այն հասկացությունները, որ մեր մեջ է բնազդով եւ բնականորեն, դրա արմատն է Աստված, եւ Քրիստոսով դու հայտնաբերում ես այդ կենթանի ջրերը, որ գալիս է քո որովայնից, ինչպես ասում ենք Քրիստոս։ Ուրեմն հայրենասիրությունը քրիստոնեական բարոյականության սկզբունք է։ Այն կապված է, հայրենասիրությունը կապված է միայն քրիստոնեության հետ։ Ինչպես ես ինձ նվիրաբերեցի Աստծուն, այնպես էլ ես քահանա հրավիրեցի իմ տունը նվիրաբերեցի Աստծուն, այնպես էլ իմ դուստրը, որ 3 ամսական հղի էի, եւ ասում էին, որ երեխան մահանում է, ռեզուսի հարցեր կար, այնտեղ կար բակտերիալ ինֆեկցիա, եւ ահա այդ պլիստիտա, ինչպես էինք ասում, մի խոսքով ընկերքը մահացել էր, եւ դրանք Լոս Ալամոսի լաբորատորիայի լավագույն բժիշկներն էին, եւ ես գրել եմ այդ մասին, ես տեսել սեպտեմբերի 8-ին, Աստվածամոր ծննդյան օրը, շողշողացող այս վարդարանը իմ աչքի առաջ, եւ գիտեի, որ դա վերաբերվում էր այդ երեխային, որով հղացա, եւ այդ լաբորատորիայում, երբ որ ինձ ասացին բժիշկները, որ անհապաղ պետք է աբորտ անել երեխային, որովհետև երեխան է մեռնում, ես էլ պիտի մեռնեմ, ես իրենց ասացի ոչ, իմ երեխան ծնվելու է հունիսի 8-ին, սեպտեմբերի 8-ից մինչև հունիսի 8-ը, եւ բոլորը ապշեցին իմ համարձակության եւ իմ լկտիության վրա, դուք պատկերացրեք այդ համաշխարհային հռչակ ունեցող բժիշկներ ինչ կզգան, եթե մի տգետ կին սովետից գա եւ այդպիսի բան անի, ասի իրենց երեսին։ Եվ իմ երեխան ծնվեց, ինչու՞։ Ծնվեց հունիսի 8-ին, բոլորը ապշեցին։ Ինչու ծնվեց, որովհետև այդ երեխային իմ մեռած ընկերքի մեջ ես նվիրաբերեցի Քրիստոսին։ Աստվածամոր տեսիլն էր, Աստվածամորը նվիրաբերեցի։ Նվիրաբերել նշանակում է դու հրավիրում ես Աստծուն, տալիս ես այդ սեփականությունը, դու լինես, հողդ լինի, տունդ լինի, երեխատ լինի, ինչ որ քոնն է, տալիս ես Քրիստոսին եւ նա հարություն է տալիս ամեն ինչին։ Այդպես մեր հայրենիքն է նվիրաբերվել Քրիստոսին 301 թվին։ Դուք չեք հասկանում սա։ Ծաղրում են եկեղեցիները, ինչի համար են կառուցում։ Կառուցում են, որ հիշես ինչ է ճարտարապետությունը, նկարչությունն են երևի ծաղրում, մանրանկարչությունը, եւ այդ ամեն ինչը հենց հիշողությունը, մարդու հիշողությունը պահելու, եթե հիշողությունը դե մեռած, ուղեղը դե մեռած, եթե ուղեղը դե մեռած, դու ես մեռած, սա բիոլոգիա է։ Եվ ահա, քրիստոնեությունը հիշողություն է, նվիրաբերում է, տաղանդ է, հանճար է, այսօր մեր ազգը
բացարձակապես զրկվել է սրանցից եւ այդ ճիվաղը եւ իր նմանները այդ ոչլոտ անհագուրդ նվիրված իրենց մեղքերին իրենց եսին ի վերջո ոչնչությանը բարիս բուն իմաստով իրական մարդը ոչնչությունը միայն Աստծո առաջ բայց սրանք ոչնչություն են լինելով ոչ մի արժեք չունենալով իրեն մարդկանցից կարծում են իրենք շատ ավելի բարձր են եւ հա թույլ են տալիս աստվածահայհոյություն հայրենիքը իրական թե երևակայական այդ իրական հայրենիքը այդ հողի կտորը իսկական երևակայությունը դա է որովհետեւ հայրենիքը հոգեվոր հասկացողություն է եւ եթե դու մսկիթ ես կառուցում նույնաբերված հողի վրա կամ եզդիական կռապաշտություն ներողություն եզդիներն են ինձ առաջին փորձ արել դարձի բերելու եւ այն կինը որ խոսում էր Աստծուց նա սիրամարգ չէր պաշտում ես ժողովրդի դեմ ոչինչ չունեմ բայց դուք ինչպես եք համարձակվում նվիրաբերված քրիստոնեական առաջին հողի վրա կառուցել այդ տաճարը փողի հարց է եւ ահա ինչու՞ չեք դարձել այդ նույն տաճարը դարձրեք եկեղեցի այդ նույն տաճարը դուք ոսկեբերանի պատարակը թարգմանեք ձեր լեզվով եւ ձեր հանճարները տվեք աշխարհին սա ինչ բան է լսեք գույրեր առաջնորդում են գույրերին եւ ժողովուրդը ոչինչ չունի ասելու եւ ահա խաղաղություն Թուրքի հետ հնարավոր չէ դա ես Թուրքի մասին չեմ կարող ներողություն այդ բառը ինչպես է շաբլոն է հիմա բայց խոսքը վերաբերում է իսլամին ամբողջ աշխարհը այսօր արևմտյան աշխարհը Միացյալ Նահանգները հասկացել են որ դրանք անհամատեղելի հասկացություններ են ոչ միայն քրիստոնյաները այլև անգամ հեթանոսները չեն կարող իսլամի հետ կողքի լինել հրեաները Հիմա այդ ոնց եղավ որ դուք լրիվ զինաթափվեցիք ոչնչություն դարձոք հայ ժողովուրդ եւ որ ատոմային զենքի վրա առաջին հայերն են աշխատել եւ անգամ Լոս Անջելեսի լաբորատորիայում կարևոր դիրքեր ունեին հայերը ատոմային զենք կառուցելու NASA-ում այսօր հայկական խումբ կա այդ ոնց եղավ որ բոլորը դարձակ ոչնչություն անպետքություն աղբ ոնց եղավ ես չեմ կարող դա հասկանալ երեք ինչ ինձ ուզում եք դուք աղբ սարքել որպեսզի ես սրա խոսնակը լինի բոզանալով նրա խոսնակը լինեի բոզանալով բայց ես պահեցի ինքսին պատիվը եւ ահա ինձ մեղադրում են որ դու փախել գնալ Ղարաբաղը պահել ես Ղարաբաղցի չեմ ես ունեմ իմ անելիքը եւ Ղարաբաղը ինձ համար նորից հոգեվոր երևույթ է Արցախը փայտյան եմ ես փայտակարան քաղաքը եւ գավառը հիմնողը իմ նախնիներն են եղել Բաչագան թագավորով Սուրբ Գրիգոր Լուսավորչով եւ ահա խորթե այսօր ինձ փայտակարանը ավանք կոչվող մենք դա հայկական գավառ է բայց այնտեղ ապրել են բնիկները մենք բնիկներին չենք ստիպում հայ լինել բայց նրանք տվեցին Մաշտոսը նրանց տվեց իրենց տառը իրենց հանճարը աճեցրեց ինչպես այսօր ես փորձում եմ անել եզդիներին քրդերին ասորիները Փառք Աստծո ավելի լավ վիճակում են Հայաստանում բայց Հայաստանը օրհնված հող է կապույտ մսկիթ եք սարքում ինչի համար Իրանին համարում եք ձեզ բարեկամը որպես ինչ նորից իսլամը անհամատեղելի է քրիստոնեության հետ Ղուրան գիտեք կարդալ իրենք Ղուրանն են Ղուրանը տված է իրենց մտքի մեջ իրենց դրախտը 72 կուրսերին բռնաբարելը սա է ձեզ հասանելի ու հասկանալի ինչ խաղաղություն Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ ինչքան հրան կարող է խաղաղություն ունենալ իսլամիստների հետ եւ նա ունի ատամա այս կոնցեպտը ջնջում է ոչնչացնում ես Իսրայելում եմ եւ տեսա ես արաբների դեմ ոչինչ չունեմ բայց դա ինչ սարսափելի ատելություն ունեն իրենք հրյաների նկատմամբ դու չես կարող ապրել մարդկանց կողքին որոնք
ատում են, հայերը իրար են ատում, հայ ազգ չի ձևավորված դեռևս, սովետի ժամանակ բերեցին, կարողացանք մեծացնել մեր տաղաններին, ինչու, որտև սովետը լինելով իբր թե կոմունիստական երկիր, իր կոմունիստական բարոյախոսությունը այնքան էր ստիպում գաղափարախոսությունը մարդկանց վրա, որ դա տալիս էր հակառակ ռեակցիա։ Դրանից էինք մենք գնում դեպի Շեքսպիր ու Արիստոտել և քրիստոնեություն, փորելով մեր արմատները, և այն ժամանակ հայ ժողովուրդը ավելի արթուն էր, քան թե հիմա։ Սոված մնացիք գազանացաք, եթե կուզես իմանաս իսկական մարդը ուղղ աշխատում է, երբ որ սոված է։ Հիմա ես ինչ եմ ուզում ասել, նորից այս իմ քայլական այս բոզանոցու աղբը, նրան մեջ նորմալ մարդ չկա, եթե նորմալ մարդ լիներ, ինչու պիտի նրանք իրենց խոսքը չասեին Նիկոլի լկտիություններին, հակա հայնասիրական, հակա քրիստոնեական, ես մի կողմ եմ դնում իր բացահայտումները Գայգին երկրորդի մասին և նորից եմ ասում, մեզ նրանց անձնական մեղքերը չեն հետաքրում, ես ներկայացրել եմ, որ այս եկեղեցին չի պատկանում հայոց եկեղեցու արմատներին, ինչքան կարելի է ասել, դավաբանությունից մեկը խոսող չկա, այս կռապաշտությունը, որ բերել են միացրել մեր ծեսերին, այդ մասին չեք խոսում, դա է, որ զրկում է, անբավեր է դարձնում եկեղեցին, ոչ թե ի վերջո շնանալը քահանայի, որը իր և Աստծո գործն է և ներսի, եկեղեցուց ներսի խորհրդի գործն է, բայց եթե քահանան կամ եպիսկոպոսը whoever it is քրեական հանցագործություն է կատարում, միայն այն ժամանակ է, որ պետությունը զբաղվում է նրանով, չտեսանք ոչ մի քրեական հանցագործություն, միայն տեսանք վայրահաչոց, ասենք ամեն սուտ է, նույն սիստեմն է, հահաշ լինի, թե Ղարաբաղյան կլան լինի, թե այս խելագարը լինի, իրար ծածկելով, որոշ 2%, 1% ինվորմացիա տալով, իրական մինչեր արել ցեղասպանել են հայ ժողովրդին նաև իրենք։ Եվ ասում եք ազգային ուժեր կան, որ ինչ անեն։ Հիմա այդ դաշնակներն են ազգային ուժերի ձեռչափանիշը։ Պետք է հասկանալ Աստծո կամքը, ինչ է Աստծո կամքը, հայերի ոչնչացումը չէ, Աստծո կամքը սրբանալն է, նախ և առաջ, մինչև ամեն մարդ իր կյանքի խնդիրը չդնի ենթարկվելու 10 պատվիրաններին և պահելու իր մկրտության շնորհքը, Աստված չի ցույց տալու ձեզ, թե դուք ինչ անեք, բայց ահա այս պարագայում ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ իսլամիստների հետ խաղաղություն չկա, եթե ասում են խաղաղություն, դա նշանակում է, որ իրենք պատրաստ սրած ունեն դանակներ ձեր թիկունքին հարվածելու և դա գալիս է։